Այսօր փետրվարի 17-ն է, օրը ուրբաթ, եթերում Խոստուփ հեռուստաընկերության կապանլուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումն է, բարի երեկո։ Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յիլդոզն անդրադարձել է Իրանի դեմ մտցված էներգետիկ պատժամիջոցներին։ Ահաբերի փոխանցմամբ նախարարն իր խոսքում նշել է, որ էներգետիկայի հետ կապված պատժամիջոցները կարող են բերել բենզինի, բնական գազի գների աճի, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա Թուրքիայի տնտեսական կյանքի վրա։ Մինչդեռ Թուրքիան շատ ջանքեր է թափել համաշխարհային գների անկայունության պայմաններում սեփական գնային կայունությանը հասնելու համար։ Սա չի նշանակում, որ Թուրքիայի ջանքերն այդ ուղղությամբ իզուր են անցնելու, սակայն դա կարող է բերել գների կտրուկ աճի։ Թուրքիան Եվրամիության անդամ չէ, հետևաբար Եվրամիության որոշումները չեն կարող պարտադրվել Թուրքիային։ Մենք գոհ չենք այս որոշումից, նշել է նախարարը։ Թողարկման հիմնական նյութերի մասին նախ համառոտ։ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրը նոր տնօրեն կունենա։ Կարևորելով ՀՊՃ Կապանի մասնաճյուղում գիտահետազոտական աշխատանքների արդյունավետության բարձրացման և գիտական կադրերի պատրաստման հույժ անհրաժեշտությունը, խնդրում եմ տեղափոխել ինձ մասնաճյուղի տնօրենի գիտական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնի, կնքելով հնգամյա աշխատանքային պայմանագիր։ Մարզային ճանապարհների անցանելիությունը պետության ուշադրության կենտրոնում է։ 150 միլիոն դրամ մենք բաժանել ենք ըստ տարածաշրջանների, բնականաբար առանձնացել ենք պահպանում շահագործում առանձին չափաբաժինով, ձմեռային պահպանությունը առանձին չափաբաժինով։ Շնչառական հիվանդությունների աճ Կապանում։ Բոլոր ինֆեկցիոն հիվանդություններն ունեն գաղտնի շրջան, ծաղկման շրջան և լավացման շրջան։ Վերջին օրերին համառորեն լուրեր էին պտտվում, որ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրը կունենա նոր ղեկավար։ Այսօր լուրը պաշտոնապես հաստատել է նաև ներկայիս տնօրեն Սեյրան Բալասանյանը։ Անցած տարիների աշխատանքը գնահատելու առիթ դեռ կունենանք։ Միայն նշենք, որ Կապանի միակ պետական բուհում իսկապես անելիքներ շատ կան։ Շուրջ 15 տարի է, ինչ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը ղեկավարում է տեխնիկական գիտությունների թեկնածու դոկտոր Սեյրան Բալասանյանը։ Անցած տարվա նոյեմբերին լրացավ նրա պաշտոնավարման 3-րդ ժամկետը։ Ըստ այդմ կրթահամալիրի տնօրենը սեփական դիմումի համաձայն ազատվում է պաշտոնից եւ անցնում գիտական աշխատանքների գծով փոխտնօրենի աշխատանքին։ Մասնաճյուղերի տնօրենների ընտրությունը, որը կայացել է 2008 թվականին, արդյունքում ընտրվել ենք եւ այդ հետ պայմանագիր է կնքվել 2 տարի ժամկետով։ Պայմանագրի ժամկետը լրացել է նախորդ տարվա նոյեմբերի 25-ին։ Դրանից հետո բոլոր մասնաճյուղերի տնօրենները հրամանագրվել են որպես տնօրենի պաշտոնակատարներ։ Մինչև տնօրենի պաշտոնատեղի, թափ պաշտոնատեղի համար մրցույթի ավարտը։ Բայց մի հանգամանք կար, որը ինձ ստիպեց, որպեսզի ես սպասեմ այդ մրցույթի ավարտին, այլ վաղաժամկետ դիմեմ անցնելու մեկ այլ, իմ կարծիքով այսօր բուհի համար, մեր բուհի համար խիստ անհրաժեշտ ոլորտի ղեկավարի պաշտոնի։ Դա գիտական ոլորտն է։ Ուրբաթ կայացած մեր հանդիպման ժամանակ Սեյրան Բալասանյանը ներկայացրեց իր կայացրած որոշման շարժառիթը։ Տարմագրման գործընթացը, որը սկսվելու է 1 տարի, 2 տարի հետո, շատ խիստ պահանջներ է ներկայացնում բուհերի մասնագիտությունների հավատարմագրման։ Մինչ այդ բուհերը հավատարմագրում էին ամբողջությամբ վերցրած։ Հիմա ըստ մասնագիտությունների մենք ունենք լիցենզիա բոլոր մասնագիտությունների գծով։ Հիմա հավատարմագրումը դա ավելի կարևոր գործընթաց է, դա է վերջնականը։ Թույլատուրում կամ չի թույլատուրում տվյալ մասնագիտությամբ ուսումնառություն կազմակերպել։ Պետք է յուրաքանչյուր մասնագիտությամբ 3 գիտության թեկնածու կամ դոկտոր։ Ուրեմն մեր մասնաճյուղում եթե նման վերլուծություն կատարենք, ընդամենը մեկ մասնագիտություն կա այսօր, դա մետալուրգիա եւ նյութագիտություն մասնագիտությունն է, որտեղ կան 5 գիտության թեկնածուներ, դոցենտ։ Այսինքն մյուս մասնագիտությունները պետք է փակվեն։ Ուրեմն իմ ամբողջ աշխատանքը 15 տարվա, որի ես ներել եմ իմ կյանքի լավագույն մասը, անտեղի անցնելու։ Ուրեմն պետք է շատ շտապ անցնել այդ ոլորտի թերացումների ասեմ, բաստողումների ասեմ,
վերացմանը հատկապես երբ ես ատեն տնտամենագրային գիտահետազոտական թեմայի ղեկավար եմ, որը կնքվել է Զանգեզուրի բարձրամոլեկուլային կոմբինատի եւ մեր միջև բավականին լուրջ աշխատանք է, որի մասնակցում են մեր մասնաճյուղի հենց իմ մասնագիտության, դա ինֆորմացիոն տեխնոլոգիաներն են, 4 դասախոսներ։ Ես կարծում եմ, որ տնօրենի պաշտոնի համար շատ կճարվի տեխնացուներ, բայց մեր մասնաճյուղում կոնկրետ գիտական աշխատանք ղեկավարող ինքնուրույն ու չեմ ասում միայն ես եմ, բայց մատենի վրա կարելի է հաշվել։ Տեխնացուներ շատ են, բայց նման աշխատանքի ունակ փորձ ունեցող երևի թե շատ քիչ են։ Դրանից մեկն էլ ես եմ ինձ համարում եւ ասեմ ձեզ, որ զուգահեռ տնօրենի գործառույթների հետ միասին ես հասարակական հիմունքներով ստեղծման օրվանից 97 թվականից մինչև այժմ այդ գործառույթները կատարել եմ։ Բայց տնօրենի գործառույթները այնքան շատ են, հատկապես մեր մասնաճյուղում, եւ դժվար է շատ գործառույթներ հանձնարարել այլ անձանց, որ այդ ժամանակ գիտական աշխատանքների համար չի մնում։ Այդ պատճառով նույնիսկ մի տարի է ըստ մեր ժամանակացույցի հետ ընկանք այդ պայմանագրային թեմայի կատարման։ Այնպես որ հարցը հասունացել է, ես դիմել եմ, ես կարող եմ նույնիսկ ընթերցել իմ դիմումը, ինչ որ դեստեղ ընդունվել է, իրոք այդպես է, եւ ընթացք է տվել, վերջնական, այսպես ասած, հարամանը դեռ չենք ստացել։ Արդեն հայտնի է, թե ով է նշանակվելու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Կապանի կրթահամալիրի տնօրենի պաշտոնակատար, իհարկե մինչև Թափուր պաշտոնի համար հայտարարվող մրցույթի ավարտը։ Երեք ես հստակ տեղեկատվություն ստացա, որ այդ պաշտոնին նշանակվում է, այսինքն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, ինչպես ես եմ, թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն, մանկավարժական գիտությունների թեկնածու Լեռնիկ Նահապետի Պետրոսյանը։ Լեռնիկ Պետրոսյանը ճանաչված մասնագետ է հանրակրթության ոլորտում, նա մեծ ձեռքբերումներ ունի ֆիզիկայի դասավանդման մեթոդիկայի բնագավառում եւ ինձ թվում է, որ հաջողված տեխնացու է։ Սեյրան Բալասանյանը նշեց նաև այն պահանջները, որոնք պետք է բավարարեն մասնաճյուղի տնօրենի պաշտոնի հավակնորդները։ Փորձեցինք ողջել, թե արդյոք կրթահամալիրն ունի այդ պահանջները բավարարող դասախոսներ։ Կապանի մասնաճյուղի տնօրեն կարող են ընտրվել ոչ պակաս 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող տեխնիկական, քիմիական, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների գծով դոկտորները, պրոֆեսորները կամ նույն գիտությունների գծով ոչ պակաս 10 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող գիտության տեխնացուները։ Սա հստակ է, բայց պաշտոնակատարի նշանակման ժամանակ ես կարծում եմ պարտադիր չէ այս կետերի պահպանումը, որը պարտադիր կլինի երևի թե ատեն տնօրենի Թափուր պաշտոնի տեղակայման համար հայտարարված մրցույթի ժամանակ, որին կարող է մասնակցել բոլորը, ոչ միայն ասեք պաշտոնակատարը, այլ ցանկացած դասախոս, կլինի դա մասնաճյուղից, Երևանից, Գորիսից, որոնք բավարարում են այդ իմ նշած պայմաններին։ Այսօր կան պայմանների բավարարող 4 գիտության տեխնացուներ, որոնք հիմնականում 3 գիտական աստիճան է ստացել հենց իմ օրոք այստեղ, եւ կա մի գիտության դոկտոր, որը բանասիրական գիտությունների է, ասիկ այս գրված ուղղություններին դեռ չի համապատասխանում։ Հնարավոր է, որ դա էլ փոփոխվի, հնարավոր է պահանջները ինչ է բացվել դեռ երևի թե ժամանակ կա։ Այսինքն այլ կարող է մասնակցել։ Քանի որ առջևում ընտրություններ են, ապա թերևս շատերին կհետաքրքրի արդյոք Սեյրան Բալասանյանի որոշումը նրա վրա գործադրված քաղաքական ճնշումների հետևանք է։ Ես 15 տարի պաշտոնավարում եմ, մարզում գիտեն, ինձ շատ լավ։ Ես այն անձանցից չեմ, որոնց նկատմամբ քաղաքական ճնշումներ փորձեն գործադրել, անիմաստ է ուղղակի։ Այդպիսի հիմք ես չունեմ ասել։ Ընդհակառակը համագործակցում եմ բոլոր կուսակցությունների հետ, երիտասարդական կազմակերպությունների հետ, խնդրեմ, մեր մոտ Դավիթ Բեկյան ուխտերն են, Շունացածիներ կամ
կա դաշնակցության երիտասարդական թեւ եւ այլն, այսինքն այդ բազմազանությունը մենք ընդունում ենք եւ ինչ որ որոշակի կուսակցության կամ գաղափարախոսության ասեն որոշակիորեն չենք գերադասում մեկը մյուսից։ Այդ առումով մասնաճյուղը գրավում է չեզոք դիրք եւ կա համապատասխան որոշում հանրապետության վարչապետի, որը կտրուկ արգելում է եւ դա մասին խոսել է կրթության գիտության նախարար պարոն Աշոտյանը, որևիցե քարոզություն, հատկապես նախընտրական այդ օրոքներին։ Այնպես որ մենք քաղաքականապես լրիվ չեզոք կառուցենք, թեկուզ մեր ուսանողներ եւ դասախոսները շատ ակտիվ են, քաղաքականապես գրագետ են, կան տարբեր կուսակցության ներկայացուցիչներ, բայց այստեղ նման աշխատանքը բացառված է, հատկապես կառուցություն։ Ինչևէ, Սեյրան Բալասանյանը չի ափսոսում, որ 1997 թվականին թողել է Երևանի կրթահամալիրում ունեցած ամբիոնի վարիչի իր պաշտոնը եւ տեղափոխվել Կապան։ Սկզբնական շրջանում երկար մնալու մտադրություն չի ունեցել, բայց տնօրենի պաշտոնի անցնելուց հետո մտքափոխվել է։ Առաջիկայում եւս գնալու մտադրություն չունի, կղեկավարի գիտական ոլորտը, որը կատարում է եւ կկատարի գիտական աշխատանք։ Պատվերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատինն է, ֆինանսավորումը նույնպես։ Թեման մոլիբդենային հանքանյութի ֆլոտացման գործընթացի հավանականին կառավարման նմանակային մոդելի մշակումը։ Սեյրան Բալասանյանը նորանշանակ տնօրենից ակնկալում է համատեղ ու համերաշխ աշխատանք, չնայած հստակ է, որ շատ բանի վերջո կախված կլինի նոր տնօրենից, այդ թվում պատրաստվում է աշխատել նախկին տնօրենի հետ, թե ոչ, Սեյրան Բալասանյանը կշարունակի ծրագրի ղեկավարումը, թե ոչ։ Մի խոսքով հարցերի շրջանակ, որոնց պատասխանը կարծում ենք նոր տնօրենից կստանանք առաջիկայում։ Շարունակելով թեման, նշենք, որ հաջորդ ոչ պակաս ուշագրավ իրադարձությունը այս դեպքում լինելու է Կապանի համար 2 ավագ դպրոցի տնօրենի ընտրության հարցը, որին կհետևենք ուշի ուշով։ Ցուրտ եղանակը նպաստել է հիվանդությունների աճին։ Մասնագետները եղանակային բնույթ կրող հիվանդությունների աճը բնական են համարում եւ խորհուրդ են տալիս ուշադիր լինել եւ բուժվել միայն բժշկի հսկողության ներքո։ Վերջին մեկ շաբաթվա մոնիտորինգի արդյունքում Կապանի պոլիկլինիկայի սպասարկման տարածքում արձանագրվել է սուր շնչառական վիրուսային հիվանդության 141 դեպք։ Հիվանդները հիմնականում մինչև 14 տարեկան երեխաներ են, ըստ Կապանի բժշկական կենտրոնի գլխավոր վարակաբան Աիդա Բադալյանի, հիվանդությունն ընթանում է առանց առանձնակի բարդությունների։ Եզակի դեպքեր լինում են փոքր երեխաների մոտ, հղիների մոտ եւ ծերերի մոտ, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեցողների մոտ, որոնք որ միանում են երկրորդային վարակներ եւ ընթանում են դրանք, ասենք, երեխաների մոտ հիմնականում տոքսիկոզներով, լարինգոտրախեիտներով, իսկ ավելի մեծ քրոնիկ հիվանդների մոտ արդեն կարող է միանում են թոքաբորբեր։ Վարակի տարածումը կանխարգելու համար մասնագետ բժիշկը խորհուրդ է տալիս հիվանդին հնարավորինս մեկուսացնել, հաճախ օդափոխել նրա սենյակը։ Առաջին գործը, որ պետք է անի հիվանդ մարդը, դա այն է, որ չպետք է դուրս գա տնից եւ չպետք է շփվի հնարավորինս բնակչության հետ, որովհետեւ եթե մենք շարունակում ենք գնալ աշխատանքի եւ հատկապես եթե լինում ենք այնպիսի տեղերում, որտեղ բնակչության մեծ կուտակումներ կան, այս հիվանդությունը օդակաթիլային վարակ է եւ տարածվում է օդակաթիլային ճանապարհով, մենք դրանով նպաստում ենք, որպեսզի բնակչության մեծ խումբ ընդգրկվի։ Հիվանդը պետք է մնա տանը, տեղյակ պահի տեղամասային բժշկին, մինչև բժշկի այցելելը պետք է, եթե ունի բարձր ջերմություն, խմի ջերմիչեցնող, մեծ քանակությամբ հեղուկներ, հիվանդին, եթե ունի առանձնահատուկ խնամքի կարիք, պետք է խնամի ընտանիքի մեկ անդամը, ոչ ընտանիքի բոլոր անդամները, եթե կա այդպիսի տարբերակ, պիտի առանձնացնել առանձին սենյակում, հաճախակի օդափոխել սենյակը, տալ մեծ քանակությամբ գոլ հեղուկներ, պետք է հիվանդին խնամել դիմակով, եթե անհրաժեշտություն կա, ասենք, շփվելու հիվանդի հետ, հնարավորինս պետք է պահպանել 1 մետրանոց անվտանգության զոնան, որովհետև այս վարակները 1 մետրից հեռու օդակաթիլային ինֆեկցիաներ ունեն այդպիսի առանձնահատկություն 1 մետրից հեռու չեն թռչում եւ եթե նաեւ պահպանվի անձնական հիգիենայի կանոնները, ապա վարակվածության չափը բավականին քիչ կլինի։
Բնակչության շրջանում կան խոսակցություններ, իբր այս հիվանդության դեմ ջերմիչեցնող դեղահաբերը ցանկալի արդյունք չեն տալիս։ Սակայն բժիշկը չի կիսում այդ կարծիքը եւ նշում է, որ ցանկացած հիվանդություն ունի զարգացման շրջան, ինչը պետք է հաշվի առնել։ Սուր վարակիչ հիվանդությունները, ինչպես մնացած բոլոր ինֆեկցիոն հիվանդություններ, ունեն իրենց զարգացման ընթացքը։ Բոլոր ինֆեկցիոն հիվանդություններն ունեն գաղտնի շրջան, ծաղկման շրջան եւ լավացման շրջան։ Ես հաճախակի եմ լսել հիվանդներից, որ գտնում են ջերմիչեցնողները իրենց չեն օգնում, սակայն ջերմիչեցնողը ունի ազդեցության որոշակի ժամանակահատված։ Կարելի է ջերմիչեցնողը կրկնել 4-6 ժամ հետո, օրինակ, եթե օգտագործում են պարացետամոլ, յուրաքանչյուր 6 ժամը մեկ առաջին 2-3 օրվա ընթացքում կարող են կրկնել ջերմիչեցնողի օգտագործումը։ Երբեմն հիվանդին կամ հարազատին թվում է, թե եթե օրվա ընթացքում մեկ անգամ օգտագործել է ջերմիչեցնողի ազդեցությունը պետք է ամբողջ օրվա ընթացքում պահպանվի։ Սրանից ելնելով ասում են ջերմիչեցնողները չեն օգնում։ Եթե ջերմիչեցնողը որոշակի ժամանակահատվածում իջեցնում է ջերմությունը, պետք է այդ ընթացքը օգտագործել ուղղակի բավականին մեծ քանակով հեղուկներ խմել։ Հեղուկների բավարար քանակը եւս նպաստում է, որ ջերմիչեցնողի ազդեցությունը ավելի տևական լինի։ Ինքնաբուժությամբ զբաղվելը եւս խորհուրդ չի տրվում եւ ցանկալի է, որ նախքան դեղահաբեր օգտագործելը նախ խորհրդակցեն բժշկի հետ, ով էլ կտա ճիշտ դեղատոմս ու կհետևի հիվանդի բուժման ընթացքին։ Ջերմուխկոյուղի ընկերության Կապան տեղամասը ցուրտ եղանակին ընդառաջ դահաճանակընկալ մատուցեց շինարարների թաղամասի բնակիչներին։ Վթարված խողովակի ջուրը դարձավ թաղամաս տանող ճանապարհի սառցե ծածկույթով պատելու պատճառ։ Վերջին օրերին էլ բնակիչներից ահազանգ ենք ստանում ջրի ժամանականակի էական կրճատման վերաբերյալ։ Վերջին տարիներին հայ ջերմուխկոյուղու Կապան տեղամասի աշխատանքը դժգոհության ալիք է բարձրացնում քաղաքացիների շրջանում, ընդ որում կապված եւ ջրամատակարարման գրաֆիկի եւ խողովակաշարերի վթարման հետ։ Ուրբաթ տեղամասի գլխավոր ճարտարագետ Լեոնարդ Սարգսյանից փորձեցինք պարզել, թե ինչով են պայմանավորված ներկայումս արձանագրված խնդիրները, այն դեպքում, երբ արդեն խոսում ենք հիմնականում շուրջօրյա ջրամատակարարման մասին։ Շուրջ եղանակների կապակցությամբ առանձին դեպքերում գիշերները նայած որն է հարմար կամ փակում ենք կամ գիշերներ եք թողում բաց չսարելու համար, որտեղ որ ասենք մեր ջրի քանակը լիարժեք բավարարում է, այնտեղ թողում ենք բաց եւ բնակիչներն իրենց հերթին բացում են քիչ, որ բաց խողովակները չսարվի։ Իսկ եթե ջուրը լիարժեք չի բավարարում, փակում ենք խողովակները դատարկում, որպեսզի գիշերը չսարվի։ Այսօր դրությամբ համարյա նույնիսկ բարաբաթում կավարջ բեղ, բոլոր տեղը շրջօրյա ջրամատակարար, քաղաքում էլ Դավիթ բեգ, Շահումյան, երկաթուղայիններ։ Ջրամատակարարման անկանոն գրաֆիկից դժգոհում են մասնավորապես Մելիք Ստեփանյան եւ Գարեգին Մժդեհ թաղամասերի բնակիչները։ Բողոքը հիմնականում Գարեգին Մժդեհ, Մելիք Ստեփանյան փողոցներից է։ Այդ բողոքներ ճիշտ է, ընդունում ենք։ Ժամանակին 2 տարի սանիտարար գոտևորում կատարեցինք, առանձնացրեցինք Մելիք Ստեփանյան, Գարեգին Մժդեհ շինարարների երկրորդ առաջի ջրամբարից, օրվա կարգավորիչ ջրամբարից։ Մեր ժամանակ շուրջօրյա ջրամատակարարում ենք ապահովում, բայց այս ամառը շինարարական աշխատանքներ են կատարել, խողովակաշարի վերականգնումը նորոգում են կատարել, խողովակաշարերը փոխել են։ Հավանականա, ոչ թե հավանականա հաստատ մենք ունենք թաքնված կորուստ։ Մի փնտրում ենք, ման են գալիս։ Ջուրը չի բավարարում, ասենք մոտ կոպիտ հաշվարկով օրական 4000 տոննա ամենակիչը, 4000 տոննա ջուր ենք տալիս այդ թաղամասին, որ վեր ենք ատում բնակիչների, ամեն բնակիչի մի տոննայից ավել ջուր անգին օրական, բայց ելի չի բավարարում։ Թաքնված կորուստ ունենք, հիմի փնտրում ենք, հավանականա կգտնենք, կվերացնենք, էլի կվերականգնենք, անպայման կվերականգնենք։ Առավոտյան 7-ից տալիս են մինչև ժամը 1-ը, 1-ից անջատում եմ ժամը 4-ը, 4-ից տալիս են մինչև երեկոյան 10-ը։ Այս ժամերին ջուր անպայման պիտի պարտադիր լինի։ Երեկոյան 10-ից հետո փակում են, որպեսզի ջուրը կուտակվի գիշերը, այդ առավոտ նորից ջուրը տան։
Ինչ վերաբերում է արձանագրվող վթարներին, ապա կոնկրետ շինարարների թաղամաս տանող ճանապարհի երկայնքով անցնող խողովակաշարի վթարի հետևանքները միայն այսօր է հաջողվել վերացնել, այն էլ մեկ ուրիշ կազմակերպության կողմից։ Հոսող ջրերը սառույցի հաստ շերտ էին գոյացրել, իսկ տեղացածությունն իրավիճակն ավելի էր բարդացրել։ Պատասխանատուն խոստացավ, որ այլևս նման բան չի լինի։ Լրիվ բարդել ջրմուղի վրա չի կարելի։ Մեղք ունեինք, մենք ջուրը սառչել էր, այդ բան չեմ ասել, բայց ձմեռվա կեսին մենք նախաձեռնեցինք մեր մասնաճյուղի թույլատվությամբ նախաձեռնեցինք կապիտալ փոխեցինք 200 մետր խողովակաշար փոխել ենք հիմա երաշխավորում եմ որ այլևս այս թաղամասում կլինի վթար կարող է պատահել շարունակությունը էլի կա խողովակաշար կա որ պիտի փոխենք բայց այսօրվա դրությամբ ապահովել ենք որ այլևս նման երևույթ չկրկնվի այդ մեծ քանակությամբ խողովակաշարը ջուր բաց չթողնի Այդ համենայնպես այդ հատվածը արդեն ապահով է 2012 թվականին տեղամասը 3.5 միլիոն դրամ արժողությամբ ծրագիր է իրականացնելու, որում նախատեսված է լուծել Կապանի ներհամայնքային ցանցի խնդիրների 85%-ը։ 3.5 միլիոնն հսկայական գործ է, եթե այսքանը անել, շատ շնորհակալ կլինենք։ Այս 3.5 միլիոնի աշխատանքներ որ կատարեն, դա նշանակում է արդեն Ղափան քաղաքը ջրամատակարարման ցանցը համարյա 85%-ով վերականգնել վերակառուցել պայմաններ ստեղծել ջրամատակարարումը ավելի շուրջօրյա եւ ավելի ապահովված տալու համար։ Հիմնականում բանն է Գեղվակայանի որոշ կարծեմ 700,000 Գեղվակայանում պետք է կատարվի նորոգումներ։ Գեղվակայանում ստացել են կարծեմ սարքավորում ու կոագուլյացիայի որպեսզի այլևս այդ գարնան ամիսներին որոշ վտվարարումների դեպքում պղտորի ջուր չգա կտեղադրենք հավանական է այդ ծերությունն էլ կվերացնենք եւ քաղաքի բախշիչ ցանցը ջրամբարների հետ միասին բախշիչ ցանցի նորոգման աշխատանքներ պետք է կատարվի պետք է փոխվի կարգավորվի որտեղ որ հինը արդեն փոխման ենթակա է պետք է փոխենք դե անցած տարի Թաղամասերը համարյա կատարվեց, քիչ բան ամնում թաղամասերում, այդ էլ պետք է շարունակվի վերջացվի եւ քաղաքի ներբանբաշի ցանցը, այդ է հիմնական դա է նախատեսված։ Խնդիր ունեն շենքերի ներքին ցանցում, որտեղ աշխատանքներ պետք է տանեն նաեւ համատիրությունները։ Այսօր մի բնակիչ էլ բողոքեց Բաղամբերդից, երկուշաբթի օրը նորից ստուգելու ենք Նորից շենքի ներքին ցանցը շատ դեպքերում իհարկե չենք հրաժարվում, մենք էլ ենք օգնում ենք։ Երկուշաբթի օրը այդ բնակիչի բողոքը պետք է կատարենք, վերացնենք ծերությունը, որովհետև եթե չանենք, նորից պետք է անջատենք, նորից պետք է ամբողջ Դավիթ թաղամասը զրկենք ջրից։ Ավելի լավ է, շատ դեպքերում մենք գտնում ենք ավելի լավ մենք անենք, քան թե թողնենք տենց երկարաձգելու որտեղ դա մասնագիտական գործ է, պետք է զբաղվող պետք է մասնագետ լինի, անպայման որ կարճ ժամանակում վերացնի, չձգձգի գործը։ Կոյուղու հարցը օրակարգում դեռևս չկա, քանի որ այստեղ ավելի մեծ գումարներ են պետք։ Իդեպ Լեոնարդ Սարգսյանի խոսքով լիովին ավարտվել են քաղաքի սեփական սեկտորի աշխատանքները, եւ եթե ուժեղ ցրտերի պատճառով ջուրը չի սառչում, ուրիշ խնդիրներ չեն առաջանում։ Առատտեղումները ստիպեցին ճանապարհաշինարարական կազմակերպություններին աշխատել ուժերի լարումով։ Ճանապարհների պահպանություն իրականացնող ընկերություններին հաջողվել է պատվով դուրս գալ ստեղծված վիճակից։ Մարզային իշխանության պատասխանատուն հավաստում է, որ ճանապարհաշինարարները լիարժեք կատարել են ստանձնած պարտավորությունները։ Սյունիքի մարզի ճանապարհային ցանցը այնքան էլ բարևոք վիճակում չէ, իսկ կառավարությունը այս ուղղությամբ շատ քիչ գումարներ է հատկացնում։ 2012 թվականի համար տրանսպորտի եւ կապի նախարարության պատվերով մարզին հատկացվել է ընդամենը 431 միլիոն դրամ Քարահունջի եւ Մեղրի Նռնաձոր ավտոճանապարհների նորոգման համար։ Իսկ Կապանի Աջափնյակ փողոցի ասֆալտապատումը, որի նախահաշիվը վաղուց արդեն պատրաստ է, այս տարի եւս չի իրականացվի։ Ինչ վերաբերում է Գրիգոր Արզումանյան փողոցից մինչև Հալիձոր թաղամասի կամուրջն ընկած հատվածին, ապա այնտեղ աշխատանքների մեծ մասն արդեն կատարվել է եւ այն ավարտին կհասցվի նախատեսված ժամկետից շուտ։ Տրանսպորտի կապի նախարարության պատվիրատվությամբ Պետխոջուղի Քարահունջ ճանապարհի հիմնանորոգումը, որը կարժենա 250 միլիոն դրամ, մեկ էլ Մեղրի Նռնաձոր Մեղրի Նյուվադի ավտոճանապարհի հողային պաստառի վերականգնում 180 միլիոն դրամ։
Հիմնականում այս աշխատանքներն են 12 թվականին նախատեսված, միգուցե լրացուցիչ կառավարության պահոստային ֆոնդից կնախատեսվեն, այդ դրա մասին չգիտենք, եւ 2011 թվականին կառավարության պահոստային ֆոնդից գումարներ հատկացվել մարզի մի շարք քաղաքներում, քաղաքների փողոցների ասֆալտապատման համար, այժմ նաեւ Կապան քաղաքի Արզումանյան փողոցի եւ նախատեսված է նախագիծ արվել Արզումանյան փողոցի եւ Աչափնյակ թաղամասի համար։ Աչափնյակ թաղամասի նախագծերը անցած տարի պատրաստ էր, բայց նպատակահամար գտնվեց դրա գումարը հատկացնել Արզումանյան փողոցին եւ ամբողջությամբ Արզումանյան փողոցը մինչեւ Հարիձոր կամուրջը ամբողջությամբ ասֆալտապատել, որի գումարը կազմում է 2.8 միլիոն դրամ։ 2011 թվականին ուրեմն Արզումանյան փողոցի վրա բավականին աշխատանքներ կատարվեցին, համայնքի զորամասից մինչև շինարարական տեխնիկումից մինչև ընկոմ ընկած հատվածը կատարվեցին մասնակի փոսային նորոգման, տեղ-տեղ նաև ասֆալտապատման աշխատանքներ, բայց այս տարի այդ աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն եւ փողոցը կբերվի կարգին տեսքի կբերվի։ Նախատեսել էինք մասպետի հանրական խնդրանքով նաև կառավարություն, որ Սյունիք սոխոզից մինչև Կարմրակար այդ 10-12 կիլոմետր հատվածը, որ պետք է հիմնանորոգվեր, բայց այս տարի 12 թվականի բյուջեով չի նախատեսվել։ Այսինքն աշխատանքներ կան միջպետականի վրա, որ պետք է արվի եւ ինչպես նաեւ մարզային ճանապարհների վրա կան մարզային ճանապարհներ, որ մինչեւ օրս էլ ոչ մի նորոգման ծախսեր չեն նախատեսվել այդ ճանապարհների վրա։ Մարզի ճանապարհների շահագործման ու ձմեռային պահպանության համար այս տարի նույնպես հատկացվել է 105 միլիոն դրամ։ Մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի խոսքով, սակայն այդ գումարը նույնպես շատ համարել չի կարելի։ 105 միլիոն դրամ մենք բաժանել ենք ըստ տարածաշրջանների, բնականաբար առանձնացել ենք պահպանում շահագործումը առանձին չափաբաժինով, ձմեռային պահպանությունը առանձին չափաբաժինով։ Այստեղ արդեն անալոգիայով հաշվի առնում, ասենք սպասարկող կիլոմետրի հատվածը։ Բնականաբար, ասենք, որ տարածաշրջանում կիլոմետրը շատ է, բնականաբար այնտեղ գումար ավելի շատ ենք տրամադրում, որպեսզի ձմեռային աշխատանքները կարողանան իրականացնել։ Ասենք Կապանի տարածաշրջանում ուրեմն մոտավորապես 9 միլիոն դրամ նախատեսված է ձմեռային պահպանության համար, իսկ պահպանման շահագործման համար մոտ 20 միլիոն դրամ։ Այսինքն վերջով կարանք թվարկենք, ասենք, որ գալիս ենք հասնում մի բանի, որ ասած այն է, որ 105 միլիոն դրամը մարզի հատկացված, ես կասեի շատ քիչ է, որտեղ այս տարի դառը փորձի մացանք, որ ձմեռը շատ ցուրտ եղավ եւ անդադ ճանշին ընկերությունները անդադ եւ միջպետական, եւ հանրապետական, եւ մարզային ճանապարհների վրա իրենց աշխատանքներն էին տանում։ Բնականաբար գումարի սղության պատճառով դե գումարը քիչ է, բնականաբար աշխատանքները լավ չի ստացվում։ Գորիսի տարածաշրջանի ձմեռային պահպանության համար մոտ 7 միլիոն 326 հազար դրամ, իսկ պահպանման շահագործման համար 15 միլիոն 128 հազար դրամ։ Սիսիանի տարածաշրջանի ձմեռային պահպանության համար նախատեսել ենք 13 միլիոն դրամ, իսկ պահպանման շահագործման համար 20 միլիոն դրամ, իսկ Մեղրու տարածաշրջանի ձմեռային պահպանությունը 6 միլիոն, պահպանման շահագործումը 12 միլիոն դրամ։ Կապանի տարածաշրջանը ուրեմն ձմեռային պահպանություն իրականացնելու համար սպասարկում է 38.3 կիլոմետր ճանապարհ, Գորիսը 28.3 կիլոմետր ճանապարհ, Սիսիանը 55 կիլոմետր, Մեղրին 32.5 կիլոմետր։ Ինչպես տեսանք, Սիսիանի կիլոմետրը ավելի շատ է եւ բնականաբար գումարը այնտեղ ավելի շատ է հատկացվել։ Նշենք, որ գումարները ըստ տարածաշրջանների բաշխվում են հաշվի առնելով տվյալ տարածքի կլիմայական պայմաններն ու ճանապարհի երկարությունը։ Եթերում Խոստուփ հեռուստաընկերության Կապանլուր լրատվական ծրագրի հիմնական թողարկումներ։ Ծանոթացեք նաև եղանակի տեսությանը։ Մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր։ Բարի գիշեր։